Աստվածաշնչում կա մի գլուխ, որից հովիվները խուսափում են կիրակնօրյա պաշտամունքների ժամանակ, մի այնպիսի անհանգստացնող պատմություն, որ շատ քարոզիչներ անցնում են դրա կողքով, ծածնելով, թե այն գոյություն չունի, Ծննդոց 19 չի ավարտվում այն ժամանակ, երբ կրակը իջնում է երկնքից, այն, ինչ տեղի է ունենում հետո Սեգորի լեռների մի մութ քարանձավում, բացահայտում է մարդկային բնության ամենամութ կողմը, ցույց է տալիս, թե ինչպես տրավման կարող է կործանել մի ամբողջ ընտանիք մեկ գիշերվա ընթացքում, նախքան տեսանյութը շարունակելը, ցանկանում եք զորացնել ձեր աղոթքի կյանքը նա օգնել մեր ալիքին աճել, ես պատրաստել եմ մի նյութ ավելի քան 50 հատուկ աղոթքներով, ձեզ առաջնորդելու համար։ Սեղմեք նկարագրության մեջ եղած հղմանը օգնեք մեր նախագծին տարածել Քրիստոսի խոսքը, Աստվածաշնչում կա մի գլուխ, որից հովիվները խուսափում են կիրակնօրյա պաշտամունքների ժամանակ, մի այնպիսի անհանգստացնող պատմություն, որ շատ քարոզիչներ անցնում են դրա կողքով, ծածնելով, թե այն գոյություն չունի, Ծննդոց 19 չի ավարտվում այն ժամանակ, երբ կրակը իջնում է երկնքից, այն, ինչ տեղի է ունենում հետո Սեգորի մոտակա լեռների մի մութ քարանձավում, բացահայտում է մարդկային բնության ամենամութ կողմը, ցույց է տալիս, թե ինչպես տրավման կարող է կործանել մի ամբողջ ընտանիք մեկ գիշերվա ընթացքում, սա այն պատմությունն է, որը քչերն ունեն քաջություն ամբողջությամբ պատմելու։ Մտածեք տեսարանի մասին, մոտ 60 տարեկան մի տղամարդ հենց նոր կորցրել է ամեն ինչ, իր տունը, իր ունեցվածքը, իր փեսաներին, իր կինը, ով աղե արձանի վերածվեց հենց իր աչքի առաջ, Ղովտը սովորական հեթանոս չէր, նա Աբրահամի, Աստծո կողմից ընտրված նահապետի եղբորորդին էր, նա ապրել էր հավատքով, գիտեր խոստումները, ականատես էր եղել հրաշքների, իսկ հիմա նա նստած էր մի խոնավ քարանձավում, ընդամենը 2 դուստրերի հետ, առանց ապագայի որե ծրագրի։ Ղովտի դուստրերի անունները գրված չեն Սուրբ գրքում, այս մանրամասնությունը պատահական չէ, աստվածաշնչյան ողջ պատմության մեջ անվան բացակայությունը հաճախ հուշում է կերպարի խորհրդանշական դերի մասին, նրանք ներկայացնում են մի ամբողջ սերունդ, Սոդոմում մեծացած երիտասարդներ, որոնք ձավորվել են այդ քաղաքի մշակույթով, սարսափների ականատեսներ, որոնք ոչ մի երիտասարդ միտք չպետք է մշակեր, նրանք տեսել էին, թե ինչպես են քաղաքի տղամարդիկ շրջապատել հոր տունը, պահանջելով հյուրերին, նրանց բռնաբարելու համար, նրանք լսել էին, թե ինչպես է իրենց իսկ հայրը առաջարկում նրանց կուսությունը 2 օտարականների պաշտպանելու համար, եւ հիմա ժամեր անց նրանք մորից որբացած էին փախստական մի քարանձավում, համոզված, որ ամբողջ աշխարհը կործանվել է։ Դիտարկեք աշխարհագրությունը, Սոդոմը գտնվում էր Մեռյալ ծովի տարածաշրջանում, մի հարթավայրում, որը հնագույն տեքստերը նկարագրում էին որպես բերրի լավ ոռոգվող, համեմատելի Եդեմի պարտեզի հետ, ըստ Ծննդոց 13-ի, կործանումը տեղային չէր։ Ծննդոց 19 խոսում է ծծմբի կրակի մասին, որոնք թափվում են Սոդոմի, Գոմորի հարթավայրի բոլոր քաղաքների վրա, հետազոտողները գնահատում են, որ այդ գիշեր առնվազն 5 քաղաքային կենտրոններ ամբողջությամբ ոչնչացվել են, ծուխը բարձրանում էր ինչպես հնոցից։ Ամբողջ Հովիտը վերածվեց թունավոր անապատի, նրանց համար, ովքեր դիտում էին լեռներից, դա իսկապես թվում էր ողջ հայտնի քաղաքակրթության վերջը։ Ղովտի դուստրերը ռադիո չունեին, ինտերնետ չունեին, նրանք չունեին որեզ իմանալու, թե ինչ է կատարվում այդ լեռներից այն կողմ, արտաքին աշխարհի հետ վերջին շփումը իրենց հայրենի քաղաքի կրակով կլանվելու ապոկալիպտիկ տեսարանն էր, նրանք չգիտեին, որ Աբրահամը ողջ է մի քանի օրվա ճանապարհի հեռավորության վրա, նրանք չգիտեին, որ գոյություն ունեն այլ ազգեր, այլ ժողովուրդներ, այլ հնարավորություններ, նրանց մտքում, որը ձավորվել էր Սոդոմի սահմաններով, մարդկությունը վերջացել էր։ Մոլորակի վրա մնացել էր ընդամենը 3 հոգի, իրենց հայրը իրենք։ Պատկերացրեք սա, պատկերացրեք, վաղն արթնանաք, պարզեք, որ դուք, ձեր հայրը, ձեր քույրը վերջին ողջ մնացած մարդիկ եք, էլ ոչ ոք չկա, ոչ մի հարան, ոչ մի հեռավոր զարմիկ, ոչ մի հույս ուրիշ մարդկանց հանդիպելու։ Մարդկային տեսակը շարունակելու պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է ձեր ուսերին, ինչ կանեիք դուք։ Այս հարցը չի արդարացնում այն, ինչ տեղի ունեցավ այդ քարանձավում, բայց այն սկսում է բացատրել այն խեղաթյուրված տրամաբանությունը, որը հանգեցրեց այդ որոշմանը, Ղովտի դուստրերը չգործեցին սեռական ցանկությունից դրդված, չգործեցին Աստծո դեմ ըմբոստությունից։ Նրանք գործեցին պարտքի խեղաթյուրված զգացումից, համոզմունքից, որ եթե իրենք կտրուկ քայլ չանեն, մարդկային ցեղը կբնաջնջվի, դա կոտրված տրամաբանություն էր, հիմնված թերի տեղեկատվության թարմ տրավմայի վրա, բայց դա տրամաբանություն էր։ Աստվածաշնչյան տեքստը արձանագրում է ծրագիրը անհանգստացնող հստակությամբ, ավագ դուստրն ասաց կրտսերին. Մեր հայրը ծեր է, երկրի վրա մարդ չկա, որ մեզ մոտ մտնի, ըստ ամբողջ երկրի սովորության, ամբողջ երկրի սովորությունը արտահայտությունը ցույց է տալիս, որ նրանք մտածում էին տեսակի հարատման մասին, այլ ոչ թե անձնական հաճույքի, նա շարունակեց. Արի, մեր հորը գինի խմեցնենք, նրա հետ պարկենք, որպեսի մեր հորից սերունդ պահպանենք։
Դիտարկեք հաջորդականությունը. առաջին՝ համոզել քրոջը, երկրորդ՝ հորը հարբեցնել մինչ անգիտակից վիճակ, երրորդ՝ կատարել արարքը, քանի դեռ նա չուներ համաձայնություն տալու կամ դիմադրելու կարողություն, չորրորդ՝ կրկնել գործընթացը հաջորդ գիշեր, երաշխավորելու համար, որ մյուս քույրը նույնպես հղիանա։ Դա հաշվարկված ծրագիր էր, որն իրականացվեց փուլերով, այնպիսի սառնասրտությամբ, որը հակասում է այն հուսահատությանը, որն իբր դրդում էր դրան։ Որտեղից հայտնվեց գինին, այս հարցը դարեր շարունակ հետաքրքրել է մեկնաբաններին, Ղովտը շտապ փախել էր Սոդոմից, վերցնելով միայն այն, ինչ կարող էր տանել ձեռքերում, ինչպես նա ուներ բավարար գինի 2 գիշեր անընդմեջ հարբելու համար։ Որոշ տեսություններ ենթադրում են, որ նա պաշարներ էր բերել Սեգորից, այն փոքր քաղաքից, որտեղ սկզբում ապաստանել էր նախքան լեռները բարձրանալը, մյուսներն առաջարկում են, որ տարածաշրջանում կային վայրի խաղողի այգիներ, տեքստը չի բացատրում։ Բայց գինու առկայությունը ցույց է տալիս, որ նույնիսկ աղետի մեջ Ղովտը գտել էր իր ցավը թմրեցնելու միջոց։ Ղովտի ալկոհոլիզմը այս պատմության մեջ հանկարծակի չի հայտնվում, որոշ հետազոտողներ հետում են նախորդ օրինաչափություններին, մի մարդ, ով ընտրեց ապրել Սոդոմում, չնայած դրա հեղինակությանը, մի մարդ, ով առաջարկեց իր սեփական դուստրերին կատաղի ամբոխին։ Մի մարդ, ով այնքան էր տատանվում փախչելու հարցում, որ հրեշտակները ստիպված եղան նրան ձեռքից բռնած դուրս քաշել, Ղովտը ցուցաբերում էր թույլ դատողության, բարոյական տկարության որոշումներ կայացնելու դժվարության հետողական նշաններ։ Քարանձավի գինին կարող էր լինել իրականությունից փախչելու երկար պատմության ընդամենս մեկ գլուխ։ Առաջին գիշերը տեղի ունեցավ ըստ ծրագրի, տեքստն ասում է, որ Ղովտը չիմացավ նրա պառկելը ոչ էլ վեր կենալը, նա այնքան հարբած էր, որ գիտակցություն չուներ, թե ինչ էր կատարվում իր սեփական մարմնի հետ, ավագ դուստրը կատարեց արարքը, հղիացավ, հաջորդ առավո համոզեց քրոջը նույնն անել, ահա 3 գիշեր ես պառկեցի հորս հետ, ասաց նա, այս գիշեր էլ նրան գինի խմեցնենք, դու մտիր ու պառկիր նրա հետ, որպեսի մեր հորից սերունդ պահպանենք։ Ինչպոն կրտսեր քույրը համաձայնեց, նա տեսել էր, որ ծրագիրն աշխատում է, տեսել էր, որ հայրը չարթնացավ, չդիմադրեց, չբացահայտեց, նախադեպը ստեղծված էր, եւ նա նույնպես կրում էր նույն տրավման, նույն խեղաթյուրված տեսլականը, նույն համոզմունքը, որ այլընտրանք չկա։ Երկրորդ գիշերը պատմությունը կրկնվեց, Ղովտը խմեց մինչ անգիտակից վիճակ, կրտսեր դուստրը ներս մտավ, եւ դարձյալ նա չիմացավ նրա պառկելը ոչ էլ վեր կենալը։ Նույն նախադասության կրկնությունը նշանակալից է, աստվածաշնչյան հեղինակը ինչ-որ բան է շեշտում, արդյոք Ղովտը լիովին անմեղ էր գիտակից մասնակցության իմաստով, թե կրկնությունը հուշում է ժխտման մի օրինաչափություն, կանխամտածված հրաժարում առերեսվելու այն ամենին, ինչ կատարվում էր իր սեփական հարկի տակ, կամ այս դեպքում իր սեփական քարանձավում։ Հետազոտողները հազարամյակներ շարունակ վիճում են այս կետի շուրջ, ոմանք պնդում են, որ մարդկայնորեն անհնար է տղամարդու համար սեռական հարաբերություն ունենալ, երբ նա այնքան անգիտակից է, որ ոչինչ չի զգում, մյուսները պատասխանում են, որ տեքստը նկարագրում է ծայրահեղ հարբեցողություն, որտեղ գիտակցությունը առկա է, բայց հիշողություն չի ձևավորվում, մի ելույթ, որը ժամանակակից բժշկությունը ճանաչում է որպես ալկոհոլային blackout, blackout, Ղովտը կարող էր ֆիզիկապես մասնակցել, առանց իր արածի մասին, որը հիշողություն պահպանելու։ Մեղքի հարցը մնում է բարդ, եթե Ղովտը անգիտակից էր, նա զոհ էր, եթե նա պարզապես բլեքաութի մեջ էր, պատասխանատվությունը դառնում է մշուշոտ, դուստրերն իրենց հերթին ծրագրեցին, իրականացրեցին, կրկնեցին արարքը, նրանք ունեին կամքի ազատություն։ Նրանք որոշումներ կայացրեցին, բայց նրանք նա ծանր տրավմայի վերապրածներ էին, մեծացած բարոյապես սնանկ մշակույթում, համոզված աշխարհի վիճակի մասին ստի մեջ, որտեղ է ավարտվում զոհ լինելը, սկսվում պատասխանատվությունը։ 9 ամիս անց ծնվեցին 2 տղա, ավագ դուստրն իր որդուն կոչեց Մովաբ, որը նշանակում էր հորից մի անուն, որը բացահայտորեն հայտարարում էր երեխայի արյունապղծական ծագումը, կրտսեր դուստրն իր որդուն կոչեց Բեն Ամմի, որը նշանակում էր իմ ժողովրդի որդի։ Երկու անուններն էլ այն բանի հրապարակային հայտարարություններ են, ինչ տեղի ունեցավ այդ քարանձավում, չկար ամոթ, չկար թաքցնելու փորձ, այդ կանանց համար նրանք կատարել էին մարդկությունը պահպանելու սուրբ պարտքը։ Մովաբացիները ամոնացիները, այն ազգերը, որոնք սերեցին այդ երկու տղաներից, հաջորդ դարերի ընթացքում Իսրայելի հետ կունենային փոթորկոտ հարաբերություններ։ Երկրորդ Օրինաց 23-ը արգելում է մովաբացիներին ամոնացիներին մտնել Տիրոջ ժողովի մեջ մինչ 10-րդ սերունդը, որովհետև ձեզ հացով ու ջրով չդիմավորեցին ճանապարհին, երբ Եգիպտոսից դուրս էիք գալիս, անեծքը թվում է անհամաչափ, մինչ չհիշեք այդ ազգերի ծագումը, քարանձավի մեղքը արձագանքեց սերունդների միջով։ Բայց ահա այն հեգնանքը, որը քչերն են հիշատակում, Հռութը մովաբացի էր, Դավիթ թագավորի մեծ տատը քարանձավի այդ արարքի ուղակի սերունդն էր, եւ եթե Դավիթը Հիսուսի տոհմաբանության մեջ է, ուրեմն հենց ինքը Մեսիան,
Իր մարդկային տոհմաբանության մեջ կրում է Բեթղեհեմից հազարավոր տարիներ առաջ մի մութ քարանձավում կատարված արյունապղծության դնդն, Աստված ոչ միայն թույլ տվեց, որ այս պատմությունը գրվի, այլ այն ներառեց փրկագնման ծրագրի մեջ։ Մտածեք, թե դա ինչ է նշանակում, փրկչի տոհմը չի պաշտպանվել բծերից, այն չի մաքրվել, այն չի խմբագրվել անհարմար գլուխները հեռացնելու համար, Թամարը գայթակղեց իր սկեսրայրին, Ռախաբը պոռնիկ էր, Հռութը մովաբացի էր, Ղովտի արյունապղծության պտուղը Բերսաբեին վերցրին շնության մեջ, և այս կանանցից, այնպիսի հանգամանքների միջոցով, որոնք շատերը կանվանեին սկանդալային, եկավ Քրիստոսը։ Հռութի ներառումը մեսիական տոհմաբանության մեջ պատահականություն չէ, դա հայտարարություն է, Աստված մարդկանց դուրս չի գցում իրենց ծագման պատճառով, նախնիների մեղքը չի որոշում սերունդների ճակատագիրը, շնորհը կարող է փրկագնել այնպիսի պատմություններ, որոնք թվում են անփրկելի, եթե Մեսիան կարող է գալ արյունապղծությամբ արատավորված տոհմից, ապա ոչ մի ընտանեկան պատմություն փրկագնման հասանելիությունից դուրս չէ։ Բայց վերադառնանք քարանձավ, ինչ պատահեց Ղովտին այդ գիշերվանից հետո, աստվածաշնչյան տեքստը պարզապես կանգ է առնում, նրա մասին այլս հիշատակումներ չկան, մենք չգիտենք, թե արդյոք նա իմացավ, թե ինչ արեցին դուստրերը, չգիտենք, տեսավ իր թոռների ծնվելը։ Չգիտենք, արդյոք նա ի վերջո հասկացավ, որ աշխարհը չէր կործանվել, որ իր ընտանիքը ապրում էր ընդամենը մի քանի օրվա ճանապարհի հեռավորության վրա, Ղովտը անհետանում է պատմությունից այնպես, ինչպես մտել էր դրա մեջ, որպես մի ողբերգական կերպար, որը մշտապես կարոր որոշումների լուսանցքում էր, իրադարձությունների կողմից քարշ տրվելով, փոխանակ դրանց գլխավոր հերոսը լինելու։ Հրեա ռաբբիները մեկնաբանները դարերի ընթացքում լայնորեն քննարկել են այս պատմության իմաստը, ոմանք այն օգտագործում են որպես նախազգուշացում ալկոհոլիզմի դեմ։ Մյուսները այն մեջբերում են որպես բարոյապես ապականված միջավայրում երեխաներ մեծացնելու կործանարար հետանքների օրինակ, էլի ուրիշները դրանում տեսնում են Աստծո ողորմության դրսևորումը, ով պահպանեց Ղովտի կյանքը, չնայած նրա բոլոր թերություններին, ով ի վերջո սարսափելի մի բանից ստեղծեց ինչ-որ լավ բան Հռութին։ Քրիստոնեական եկեղեցու հայրերը հիմնականում խուսափել են այս թեմայից, Օգոստինոսը համառոտ հիշատակում է, որ Ղովտի դուստրերը կարծում էին, թե մարդկային ցեղը բնաջնջվել է, դա մեղմացնում է, թե չի վերացնում նրանց մեղքը, Հերոնիմոսը, ով թարգմանել է Աստվածաշունչը լատիներեն, ներառել է տեքստը առանց ծավալուն մեկնաբանությունների, արմատյան ավանդույթը ձավորել է որոշակի անհարմարություն Ծննդոց 19-ի նկատմամբ, որը պահպանվում է մինչ օրս։ Մտածեք հովվական հետանքների մասին, կա քրիստոնյաների մի ամբողջ սերունդ, որը երբեք չի լսել այս պատմության քարոզը, երեխաներ, ովքեր մեծացել են կիրակնօրյա դպրոցում, սովորելով Սոդոմի Գոմորի մասին, գրակի անձրը, Ղովտի կնոջ աղե արձան դառնալը, բայց ովքեր երբեք չեն իմացել, թե ինչպես է ավարտվում պատմությունը, լռությունը պաշտպանություն չէ, դա ժխտում է, և երբ այդ երեխաները մեծանում են ինքնուրույն կարդում Աստվածաշունչը, իրենցից թաքցված ամբողջական գլուխների բացահայտումը կարող է սասանել նրանց վստահությունը այն ամենի նկատմամբ, ինչ նրանք սովորել են։ Աստվածաշունչը չի թաքցնում իր կերպարների մեղքը, Աբրահամը ստեց, թե Սառան իր կինն է, Հակոբը խաբեց հորը, օրհնությունը գողանալու համար, Հուդան քնեց իր հարսի հետ, կարծելով, թե նա պոռնիկ է, Դավիթը շնություն սպանություն գործեց։ Սողոմոնը ընկավ կռապաշտության մեջ, Պետրոսը 3 անգամ ուրացավ Հիսուսին, Սուրբ Գիրքը դաժանորեն ազնիվ է մարդկային վիճակի մասին, և այդ ազնվությունը նրա վստահելիության մի մասն է։ Եթե աստվածաշնչյան հեղինակները ցանկանային կրոնական քարոզչություն ստեղծել, նրանք կխմբագրեին այս պատմությունները, նրանք կներկայացնեին անթերի հերոսներ, կատարյալ ընտանիքներ, ամբասիր առաջնորդներ, այն փաստը, որ նրանք դա չարեցին, այն փաստը, որ նրանք պահպանեցին այնպիսի պատմություններ, որոնք անհարմար են, անհանգստացնող, դժվար բացատրելի, վկայում է այն մասին, որ նրանք հավատարիմ էին ճշմարտությանը, այլ ոչ թե հասարակայնության հետ կապերին։ Pure Ղովտի պատմությունը նա հարցեր է բարձրացնում սերնդափոխական տրավմայի մասին, նրա դուստրերը մեծացել էին Սոդոմում, ինչ էին նրանք տեսել այնտեղ, ինչ էին սովորել սեռականության, հարաբերությունների, մարդկային մարմնի արժեքի մասին։ Այդ քաղաքի այլասերվածությունը նրանց համար վերացական չէր։ Դա այն օդն էր, որով նրանք շնչում էին, այն ջուրը, որը խմում էին, միակ մշակույթը, որը գիտեին, երբ եկավ անհնարին որոշում կայացնելու պահը, նրանք դիմեցին իրենց ունեցած միակ ռեսուրսներին, և այդ ռեսուրսները ապականված էին։ Դա չի արդարացնում, բայց այն տալիս է համատեքստ, բռնության միջավայրում մեծացած երեխաները հաճախ վերարտադրում են բռնության օրինաչափությունները, ոչ թե այն պատճառով, որ նրանք բնությամբ չար են, այլ որովհետև գործելու այլ ձև չեն սովորել։ Ղովտի դուստրերը կայացրեցին հրեշավոր որոշում, օգտագործելով մի տրամաբանություն, որը նրանց խեղաթյուրված պատկերացումների շրջանակում թվում էր ռացիոնալ, նրանք սխալ էին, բայց նրանք սխալը ծնվել էր վերքերից, որոնք իրենց ընտրությամբ չէին։
Դիտարկեք հաճախ անտեսված մի այլ մանրամասնություն. Ղովտը առաջարկեց իր դուստրերին Սոդոմի ամբոխին. «Ահա երկու դուստր ունեմ, որոնք տղամարդ չեն տեսել», ասաց նա, «նրանց ձեզ մոտ դուրս բերեմ, նրանց հետ արեք այնպես, ինչպես ձեզ հաճելի է, մի հայր, ով առաջարկում է հանձնել իր սեփական կույս դուստրերին կատաղի ամբոխի կողմից բռնաբարվելու համար, որպեսզի պաշտպանի օտարականները»։ Տեքստը չի արձանագրում դուստրերի որևէ արձագանք այս առաջարկին, բայց նրանք լսեցին, նրանք գիտեին, որ իրենց հայրը պատրաստ էր զոհաբերել իրենց օտարներին պաշտպանելու համար։ Ինչպես դա ձևավորեց նրանց հայացքը սեփական հոր նկատմամբ, իրենց որպես անհատների արժեքի նկատմամբ, այն մասին, թե ինչ կարող էին ակնկալել տղամարդկանց հետ հարաբերություններից։ Երբ մի քանի օր անց նրանք որոշեցին օգտագործել հոր մարմինը իրենց նպատակների համար, արդյոք կար ենթագիտակցական վրեժխնդրության որևէ տարր, իշխանության շրջման, քանի որ նա պատրաստ էր մեզ օգտագործել, մենք կօգտագործենք նրան, տեքստը չի պատասխանում։ Բայց հարցը մնում է օդում։ Ղովտի քարանձավը գտնվում է ինչ-որ տեղ Մեռյալ ծովից արել գտնվող լեռներում, հավանաբար այն տարածաշրջանում, որն այսօր պատկանում է Հորդանանին, հնագետները երբեք չեն նույնականացրել ճշգրիտ վայրը, բայց աշխարհագրությունն ավելի քիչ կարևոր է, քան աստվածաբանությունը։ Քարանձավը ներկայացնում է անցումային տարածք կործանված հին աշխարհի դեռ չծնված նոր աշխարհի միջ, քարե արգանդ, որտեղ երկու ազգեր հղացան խավարի ամոթի մեջ։ Մովաբացիները հաստատվեցին Մեռյալ ծովից արելք, Բերի բարձրավանդակների տարածաշրջանում, ամոնացիները զբաղեցրին ավելի հյուսիսային հողերը, որտեղ այսօր գտնվում է Հորդանանի մայրաքաղաքը, Ամմանը, որն իր անունը ստացել է Ամոնից։ Դարեր շարունակ այս ժողովուրդները մշտական փուշ կլինեին Իսրայելի համար, պատերազմներ, ճնշումներ, կրոնական գայթակղության փորձեր, մեկ գիշերվա մեղքը բազմապատկվեց հակամարտությունների մեջ, որոնք կտեին հազարամյակներ։ Բայց Աստված պատմությունը այնտեղ չավարտեց։ Ղովտից 400 տարի անց մի մովաբացի կին, Հռութ անունով, ընտրեց լքել իր աստվածներին հետել Իսրայելի Աստծուն։ «Քո ժողովուրդը իմ ժողովուրդը կլինի», ասաց նա իր սկեսուր Նոեմիին, «քո Աստվածը իմ Աստվածը»։ Այս որոշումից ծնվեց մի տոհմ, որը կհասներ Դավթին, իսկ Դավթից Հիսուսին, արյունապղծության սերունդը դարձավ Մեսիայի նախնին։ Սա պատահականություն չէ, դա կանխամտածված փրկագնում է։ Աստված հատուկ ընտրեց մի մովաբացի կնոջ, Քրիստոսի տոհմում լինելու համար, ոչ թե չնայած նրա ծագմանը, այլ այն ներառելով, այն, ինչ սատանան ծրագրել էր ամոթի համար, Աստված դարձրեց փառքի։ Քարանձավի մեղքը պտուղը դարձավ աշխարհի փրկչի տոհմածառի մի մասը։ Ղովտի պատմությունը ավարտվում է լռությամբ, բայց Աստծո պատմությունը շարունակվում է փրկագնման մեջ։ Ղովտի դուստրերը կարծում էին, թե փրկում են մարդկությունը, նրանք սխալվում էին գրեթե ամեն ինչում։ Աշխարհը չէր կործանվել, նրանք վերջին ողջ մնացած մարդիկ չէին, կային այլ տարբերակներ, բայց մի ծով, որը նրանք երբեք չէին կարող պատկերացնել, իրենց սերունդը կմասնակցեր մարդկության իսկական փրկությանը, ոչ թե մարդկային հուսահատ ծրագրի միջոցով, այլ աստվածային հավերժական ծրագրի միջոցով։ Պատկերացրեք հեգնանքը, երկու տրավմայի ենթարկված կանայք մի մութ քարանձավում, փորձելով երաշխավորել մարդկային ցեղի ապագան արգելված արարքի միջոցով, եւ հազարամյակներ անց նրանց տոհմից, մեկ այլ քարանձավում, Բեթղեհեմի քարանձավում, կծնվեր նա, ով իսկապես կփրկեր մարդկությունը, ոչ թե մանիպուլյացիայի կամ խաբեության միջոցով, այլ կամավոր զոհաբերության միջոցով, ոչ թե ուրիշի մարմինը բռնաբարելով, այլ սեփական մարմինը ընծայելով։ Աստվածաշունչը չթաքցրեց այս պատմությունը մի պատճառով, այն պետք է այնտեղ լինի, այն պետք է հիշեցնի մեզ, որ Աստված աշխատում է կոտրված մարդկանց, անառողջ ընտանիքների, ամոթալի ծագումների հետ, այն պետք է ցույց տա մեզ, որ ոչ մի մեղք դուրս չէ նրա փրկագնման կարողությունից, այն պետք է նախազգուշացնի մեզ չբուժված տրավմայի վտանգների, հուսահատության մեջ կայացված որոշումների սերունդների միջով արձագանքող հետանքների մասին։ Եթե դուք մեծացել եք բարդ ընտանիքում, այս պատմությունը ձեզ համար է, եթե ամոթ եք զգում այն բաների համար, որոնք արել են ձեր նախնիները, այս պատմությունը ձեզ համար է, եթե երբեք սարսափելի որոշումներ եք կայացրել սխալ տեղեկատվության հիման վրա, այս պատմությունը ձեզ համար է, ոչ թե այն պատճառով, որ այն արդարացնում է մեղքը, այլ որովհետև ցույց է տալիս, որ Աստված հույսը չի կտրում այն պատմություններից, որոնք անվերականգնելի են թվում։ Ղովտը անհետացավ աստվածաշնչյան պատմությունից որպես մի ողբերգական կերպար, տասնամյակների ընթացքում կուտակված իր սեփական թույլ ընտրությունների զոհը, բայց նրա պատմությունը չանհետացավ, այն պահպանվել է, ուսումնասիրվել, քննարկվել 3000 տարի։ Եվ այն շարունակում է խոսել ապականված մշակույթներին հարմարվելու հետանքների մասին, հուզական թմրածության վտանգների մասին, այն մասին, թե ինչպես է տրավման անցնում սերնդից սերունդ, եւ ամենից առաջ մի Աստծո մասին, ով ուղիղ է գրում ծուռ տողերով։
Հաջորդ անգամ, երբ լսեք, որ քարոզիչը Ծննդոց 19:26 համարից թռնում է 20-րդ գլուխ, իմացեք, որ նա ինչ-որ բան է թաքցնում, գուցե ոչ վատ մտադրությամբ, անհարմարությունից, չիմանալով, թե ինչպես բացատրել, վախենալով, որ ժողովուրդը պատրաստ չէ, բայց ճշմարտությունը պաշտպանության կարիք չունի, Աստվածաշունչը գոյատել է 3000-ամյակ, ամբողջությամբ ընթերցվելով, այն կգոյատիս մեկ ազնիվ քարոզ։ Ղովտի քարանձավը մնում է ինչ-որ տեղ այդ լեռներում, հավանաբար վաղուց փլուզվել է, լցված հողով, քարերով մոռացությամբ, բայց այն, ինչ տեղի է ունեցել այնտեղ, չի մոռացվել, այն արձանագրվել է, պահպանվել է, փոխանցվել է։ Որպեսզի յուրաքանչյուր սերունդ կարողանա սովորել, որ նույնիսկ ամենամութ գիշերներում, նույնիսկ սխալ որոշումներում, նույնիսկ ամենակործանարար հետանքներում, Աստված դեռ աշխատում է, դեռ փրկագնում է, դեռ անեծքը օրհնության է վերածում։ Սա է Աստվածաշնչի Աստվածը, ոչ թե գեղեցիկ պատմությունների երջանիկ ավարտների Աստված, մի Աստված, ով մտնում է մարդկային վիճակի ցեխի մեջ, ով աշխատում է վնասված նյութի հետ, ով հրաժարվում է դուրս գցել մարդկանց իրենց վատթարագույն գիշերների պատճառով։ Այն Աստվածը, ով նայեց արյունապղծությամբ արատավորված տոհմին, ասաց. «Այստեղից կգա իմ որդին», այն Աստվածը, ով վերցրեց քարանձավի ամոթը, այն վերածեց մսուրի փառքի։ Եթե այս պատմությունը ձեզ անհանգստացրեց, լավ է, այն պետք է անհանգստացնի, այն չի արձանագրվել սփոփելու համար, այլ առերեսվելու համար, ստիպելու մեզ նայել այն խավարին, որը գոյություն ունի մարդկային սրտում, մինույն ժամանակ այն լույսին, որը ոչ մի խավար չի կարող հանգցնել։ Ղովտի քարանձավի գիշերը իրական էր, մեղքը իրական էր, հետանքները իրական էին, բայց փրկագնումը նույնպես իրական է, եւ այն դեռ հասանելի է ձեզ համար, ձեր ընտանիքի համար, ցանկացած պատմության համար, որը թվում է չափազանց կորած, վերականգնվելու համար։ 3000 տարի անց քարանձավը դատարկ է, բայց Աստված, ով տեսել է այն ամենը, ինչ տեղի է